կարող եք ասել։ Մի կողմում եկել են մարդիկ, որոնք կանգնած են առաքելական եկեղեցու կողքին, մյուս կողմում եկել են մարդիկ, որոնք վեհաթարի հրաժարական են պահանջում։ Մինչև օրս դեկտեմբեր 7-ի Գյումրվա ահավոր տպավորությունին վրա ասը Գյումրին այնքան խոցված չի եղել երկրաշարժից այս կողմքան այս տարվա դեկտեմբեր 7-ին, երբ ոչ պետական ռեսուրսը ծառայեցվեց մի մարդու ցնորքի, պատրանքի, ինքնահաստատման և տեսանք, թե ինչ եղավ Գյումրիում։ Այսօր ևս ցույց է տալիս, թե ինչու մենք առայժմ տապալվել ենք, ծախողվել ենք որպես պետություն։ Այս իշխանությունը մեզ բերել է այս վիճակին, որ դեմ դիմաց նույն ժողովրդի մասնիկները կանգնած են, մեկը բերված, մյուսը արդեն եկել է սկզբում պաշտպանելու համար։ Նա ով հրաժարական է պահանջում, իրավունք ունի, բայց առաջ թող ինքը հրաժարական տա իր հետագծի համար, և դա վերաբերում է թե գլխավոր աշխարհիկ ղեկավարին և նաև իրեն ծառայության մեջ գտնվող ցավոք սրտի որոշ սրբազաններին տակավին։ Հրաժարական տվեք, հետո հրաժարական պահանջեք, եթե հայրենիքի եկեղեցու ժողովրդի իրավունքը շատ պահանջում է, բոլորը միասին թող հեռանան և վերանորոգվի մեր երկիրը, բայց ոչ թե միագոմանի և ոչ թե անիրավ և առանց իրավասության, մոռանալով սեփական վարկը, սեփական բարեվարկությունը, քարնեդել դիմացի մայթ։ Այո, կաթողիկ սրբազանները վրիպել են անցյալում դարբեր չափումներով և ոչ անձնականի մասին չէ խոսքը, մեկը թող իր անձնականը կարգավորի և ապաշխարի, եթե պետք է, այլ նաև սխալներ եղել են, երբ իշխանությունը բոլոր նախագահությունների օրոք փորձել է ազդել եկեղեցու վրա, եկեղեցին էլ ի պատասխան նաև դիրքորոշում վերաբերմունք է ցույց տվել տվյալ գործող իշխանության նկատմամբ։ Դա սխալ է, դա բերել է այսօրվա։ Հիմա մենք հնարավորություն ունենք ի վերջո այս ահավոր գրեթե դժոխային իրավիճակում վերջապես տեսնել եկեղեցու և պետության դարանջատումը։ Եթե ճշգրիտ աշխատենք, ոչ հատվածաբաշտ, բայց քանի որ գա իր իշխանիկության գահին այս մարդը իր նպատակով, մենք պիտի ունենանք նման տեսարաններ և փոխանակ մեր պետական ապարատը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, մյուս լավ տղաները պաշտպանեն սահման, քաղաքացու իրավունք, ապահովություն, իրենք այստեղ լցվել են մայրաթոր։ Պարոն Վահաննիսյան, ըստ ձեզ իշխանությունները, որոնք ամենաշատն են ժողովրդավարությունից խոսել, ինչու են հենց իրենք ամենաշատը հակաժողովրդավարական գործողություններ ու գործընթացներ սկսում, իրականացնում։ Արդեն դա մեկնաբանությունից այն կողմ է, չի կարելի մեկնաբանել, իրենք այդ ընթացքի մեջ են։ Հիմա դա կանխամտածված է, ծրագիր է, արտաքին է, իներցիա է, դա մեր իրականությունն է և եթե փոփոխություն չունի իրենց կողմը, իրենց մայթում, այս կահավիժումը պիտի շարունակվի նաև մայրաթորի շուրջ, և ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը պիտի պաշտպանի իր սրբությունը, իր արժեքը, իր ազգային ժառանգությունը և պիտի աշխատենք սրանից հետո վերանորոգման գնալ, այո, վերանորոգման, բայց առաջի հերթին Հայաստանի Հանրապետության հրապարակից, հետո մայրաթոր, հետո ամեն տեղ թող գնա այդ վերանորոգումը, բայց գրկնում եմ, նրանք ովքեր պահանջներ են ներկայացնում, հրաժարական, ապաշխարանք և այն առաջ իրենք պիտի գնան այդ քայլին, վաստակեն այդ բարոյական, իրավական հիմքը խոսելու, բայց այսպես կալ ասպատակել, ժողովրդին բաժան-բաժանանել, սա ի վերջո նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության առաջի, երկրորդ, երրորդ, թե իրենց չորրորդը արդեն ավարտի մոտ է։ Պարոն Հովհաննիսյան, 2018 թվականից օրվա իշխանությունը հատկապես թիրախավորում է Վեհաթար Հայրապետի ինստիտուտը։ Սա ինչ բացատրություն ունի, ինչու հատկապես Վեհաթար Հայրապետի ինստիտուտը։
ես իմ պատասխանը միայն կարող է լինել տպավորություն կամ հուշագում։ Ես չեմ կարող մեկ դառնալ իրենց ներքին հոգու խղճի, եթե կա նման բան, իրենց մտածմունքների հետ։ Կամ ասել, որ իրենց մոտ կա մի հատ ղեկավար, մի վարչապետ, մի ֆյուրեր, մի հոգևոր առաջնորդ եւ ինքը ունի կոնկրետ մեկ անուն, դա մի հոգի է։ Եվ նրանք, ովքեր աշխատում են այդ մանրագետից դուրս, խոսք են ասում ժողովրդին, խոսք են ասում միջազգային հանրությանը, որը վերաբերում է հայոց իրավունքին, մեր աբակային, ուրեմն դա արդեն անունություն է։ Դա վեհապար է, դա լրագրող է, դա փաստաբան է, դա ընդրված համայնքապետ է, դա բարեգործ է, կապ չունի։ Բոլորին հասնում է այդ մոտեցումը եւ դա ինչ ասեմ, դա մատուցվում է, վաճառվում է որպես ժողովրդավարություն, ինչպես ասացիք, պատրաստում են ընտրությունների, պատասխանվել հիբրիդ ինչ-որ պատերազմների դեմ, մինչդեռ իր հիբրիդի հեղինակները հենց իրենք են եւ մենք այդ հիբրիդությունը հենց այստեղ տեսնում ենք այս երկու կողմի վրա։ Շնորհակալություն։